Նոյեմբերյան ձյան փաթիլները սուր ու անգութ քերծում էին հին կրոսովերի դիմապակին, ասես դրսում մեկն ուզում էր աշխարհին հիշեցնել, որ ձմեռը մտադիր չէ մեղմ լինել։ Մեքենան հոգնած էր, թեթևակի մաշված սրահով, իսկ առջևի վահանակը ամեն ցնցումից թույլ ճռոցներ էր արձակում։ Ղեկին նստած էր Անահիտը, ակնհայտ ջղայնացած, եւ արհեստական եղունգներով ռիթմիկ թխկացնում էր ղեկի պլաստմասային։ Վառարանը միացված էր վերջին հզորության վրա ու ոռնում էր թռիչքի պատրաստվող ինքնաթիռի շարժիչի պես, բայց սրահում մեկ է, ցուրտ էր, ու զգացվում էր խոնավության հոտ, խառնված Frosty Fresh կոչվող էժանագին հոտավետիչի բույրին։ Այդ հոտն այնքան թունդ էր, որ գրեթե կոկորդ էր քերում, ասես փորձում էր քողարկել ավելի տհաճ մի բան։ Մեքենայի դուռը ճռռաց, ու Գայանեն սահեց ուղևորի նստատեղին, հաստ ձմեռային բաճկոնից թափ տալով հալվող ձյան կաթիլները։ Նրա այտերը ցրտից կարմրել էին, իսկ ձեռքերը դողում էին, մինչ փորձում էր տաքացնել դրանք իրար քսելով։ «Էս ինչ ցուրտ ա մեքենայիդ մեջ, կոնկրետ սառնարան լինի», ասաց նա թույլ ժպիտով, թեև ձայնը դողում էր։ «Այդպես էլ չսարքեցիր»։ Անահիտը ուսերը թոթվեց, աչքը չկտրելով սառցակալած ճանապարհից։ Կարենի գործերը հիմա մի քիչ վատ են, ֆինանսական խնդիրներ ունի, փնթփնթաց նա ու կամաց դուրս եկավ բակից։ Ասա տեսնեմ, Իմպերիալում սեղանը պատվիրել ես։ Հա, բայց Անահիտ, Գայանեն տատանվեց ու նայեց քաղաքի լույսերին, որոնք արտացոլվում էին դիմապակու վրա։ Այնտեղ գները պարսապես աստղաբաշխական են, վստահ ես, որ արժե։ Անահիտը քմծիծաղ տվեց, ասես հարցը ծիծաղելի էր։ Ես չեմ հրավիրել, իրենք են ինձ հրավիրել, սառը պատասխանեց նա։ Եթե այսքան տարի անց ուզում են հանդիպել, թող բարի լինեն, ցույց տան, որ իրենց համար դա կարևոր է։ Բացի այդ, ամեն օր չէ, որ այդպիսի տեղեր ենք գնում։ Մեքենայում մի պահ լռություն տիրեց, որն ընդհատվում էր միայն թաց ասֆալտին անվադողերի շփման ձայնով։ Գայանեն կողքից նայեց Անահիտին, ասես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց լռեց։ Նրանց միջև միշտ էլ լինում էին նման պահեր, արտաքուստ պարզ որոշումներ, դառը հետհամով։ Իմպերիալ ռեստորանը քաղաքում հայտնի էր որպես շքեղ, թանկարժեք մի վայր, լի այնպիսի մարդկանցով, ովքեր սիրում էին ցուցադրել իրենց հնարավորությունները։ Մարմարե ինտերիերը, բյուրեղապակյա ջահերն ու կոկիկ հագնված մատուցողները ստեղծում էին մի մթնոլորտ, որտեղ նույնիսկ սովորական զրույցը կշիռ էր ստանում։ Անահիտի եւ նրա նախկին դասարանցիների համար սա պետք է լիներ տարիների հանդիպում, նոստալգիկ վերադարձ դեպի անցյալ։ Բայց Անահիտը նրանց չափից լավ էր ճանաչում։ Դպրոցում նրանք միշտ աղմկոտ էին, ինքնավստահ, հավաքված սեփական ամբիցիաների ու փոքրիկ մեքենայությունների շուրջ։ Իսկ ինքը միշտ հետին պլանում էր։ Նա, ով օգնում էր, դասերներ տալիս արտագրելու, փող էր պարտք տալիս, որը հազվադեպ էր հետ գալիս։ Ու հիմա, այսքան տարի անց, մեկ էլ հանկարծ բոլորը հիշել են իրեն ու ուզում են տեսնել։ Պատահականություն, դժվար թե։ Գայանեն հոգոց հանեց ու շարֆն ավելի ամուր քաշեց։ Դե գուցե չափազանցնում ես, զգուշորեն ասաց նա։ Միգուցե մարդիկ իրոք ուղակի ուզում են տեսնվել։ Անահիտը թույլ ժպտաց, առանց ջերմության։ Դե գուցե չափազանցնում ես, զգուշորեն ասաց նա։ Միգուցե մարդիկ իրոք ուղակի ուզում են տեսնվել։ Անահիտը թույլ ժպտաց, առանց ջերմության։ Կտեսնենք։ Մեքենան թեքվեց դեպի գլխավոր փողոց, որտեղ լապտերները արտացոլվում էին թաց ձյան վրա, ստեղծելով խաբուսիկ փայլ։ Բայց սրահում մթնոլորտը հեռու էր խաղաղ լինելուց։ Օդում ինչ-որ բան կար կախված, մի բան, որ Գայանեն զգում էր, բայց չէր կարողանում անվանել։ Մի քանի ժամ անց Իմպերիալ ռեստորանը շողշողում էր, ասես մի ուրիշ աշխարհ լիներ։ Ապակե դռները լուռ բացվեցին ու նրանց դիմավորեց տաք օդի ալիքը։ Սեղանի շուրջ արդեն սպասում էին նախկին դասարանցիները, ժպտերես, էլեգանտ, կարծես ժամանակը նրանց միայն օգուտ էր տվել։ Ողջույնները չափազանցված ջերմ էին, չափից դուրս բարձր ծիծաղ, շատ հաճախակի հնչող կենացներ։ Անահիտը բոլորին հետևում էր սառը հեռավորությունից, վերլուծելով ամեն մի շարժում։ Ընթրիքը սկսվեց արտաքուստ սովորականի պես։ Նախուտեստներ, գինի, դպրոցական տարիների հուշեր,
որոնք հիմա գեղեցկացված էին ներկայացվում։ Մեկը հին կատակներ էր պատմում, մյուսը գլուխ էր գովում իր այսօրվա հաջողություններով։ Բայց այս նոստալգիայի տակ թաքնված էր մեկ ուրիշ բան՝ նրբին լարվածություն։ Մատուցողները նոր ուտեստներ էին բերում, ու հաշիվը կամաց գրեթե աննկատ աճում էր։ Անահիտը նկատեց արագ հայացքները նրանցից մի քանիսի միջև։ Չափից դուրս արագ, պատահական լինելու համար։ Եվ այդ ժամանակ ամեն ինչ պարզ դարձավ։ Երբ ընթրիքը մոտենում էր ավարտին, ինչ-որ մեկն առաջարկեց մի հատ դուրս գալ, մաքուր օդ շնչել։ Մյուսն անմիջապես համաձայնեց։ Երրորդն առանց վարանելու վեր կացավ։ Սա համապատրաստից չէր, սա ծրագիր էր։ Անահիտը միանգամից չշարժվեց։ Նա նայում էր, թե ինչպես է խումբը գնում դեպի ելքը, ինչպես է անձնակազմը զբաղված, ու թե ինչպես ոչ ոք ոչինչ չի նկատում։ Այդ պահին Գայանեն շշնջաց. Իրենք ինձ թվում է գնում են։ Այդ վարքյանին Անահիտն ամեն ինչ հասկացավ։ Սա սովորական հանդիպում չէր, ոչ մի նոստալգիա։ Սա թակարդ էր։ Նրանք ուզում էին իրեն թողնել աստղաբաշխական հաշվի հետ ու ծլկել։ Անահիտը հանգիստ դրեց անձեռոցիկը սեղանին։ Նրա դեմքին ոչ մի էմոցիա չարտահայտվեց։ Նա վերցրեց հեռախոսը, կարճ հաղորդագրություն գրեց ու ուղարկեց։ Մի քանի րոպե անց մուտքի մոտ հայտնվեցին անվտանգության աշխատակիցները։ Ռեստորանի դռները փակվեցին։ Անահիտը դանդաղ կանգնեց և նայեց իր նախկին դասարանցիներին, որոնք հիմա զարմացած հետ էին շրջվում։ Ու նա ասաց ընդամենը մեկ նախադասություն. «Խնդրում եմ, ստուգեք, թե ով է պատվիրել այս ընթրիքը»։